Նախկինները կաշառել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականին։ Հարգելի ընկերներ, հիշում եք, չէ, օգոստոսի 8-ին Հայաստան-Ադրբեջան Ամերիկայի Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպումից հետո եւ ստորագրված փաստաթղթից հետո ինչ քարոզչություններ իրականացվում Հայաստանում, մարդկանց փորձում էին համոզել իշխանությունները, որ այն ճանապարհը, որ իրենք հանձնեցին, որի փաստացի փայատերը նաեւ Ադրբեջանը, դա ոչ միայն խաղաղություն է մեզ բերելու, այլ բարգավաճում, տնտեսական զարգացում եւ ոչ միայն Հայաստանին, այլ տարածաշրջանին, եթե չասենք ամբողջ տիեզերքին, երբ որ Հայաստանից գնահատականներ էին հնչում, որ առնվազն խնդրահարույց են մի շարք ձևակերպումներ այդ փաստաթղթում, խնդրահարույց է, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով հրաժարվում են հստակ նշել, որ հայկական սահմանապահները եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները կանգնած են լինելու այդ ճանապարհին, ավելին մենք խնդիր ենք ունենալու նաեւ մեր հարևանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետեւ մենք ՆԱՏՕ-ն բերում ենք իր սահմանի նաեւ հայկական հատվածում կանգնեցնենք, ինչ են ասում իշխանությունները այստեղից, որ դա նախկինների քարոզն է, դա Կրեմլի քարոզն է, 5-րդ Շարասյան քարոզն է, բայց հիմա Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշում է, որ թրիպը այն տեսքով, որը կա, անընդունելի է Իրանի համար եւ դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Ավելին, տեսեք, իշխանական քարոզչական մեքենան էլ ամբողջական տեքստը չի ներկայացնում Վելայաթի խոսքի, այսպես են իրենք կառավարում եւ ստում։